Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը եւ ներկայացնեմ այն տարբերակները, որով մեզ կարող եք հետեւել։ Դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, մեզ կարող եք այսպես եւ լսել եւ տեսնել, ահա այս կայքում, ու հրավիրում եմ Facebook-յան հարթակ Հայաստանի Հանրային ռադիո հայատար գրված Facebook-յան էջ, այստեղ մենք հասանելի ենք live stream-ի տարբերակով, ընդ որում մեկնաբանություններն ինչպես միշտ բաց են, կարող եք այստեղ հարցեր, դիտարկումներ թողնել, ես օպերատիվ հետևում եմ այս ամենին եւ հետաքրքիր հարցերը կուղեմ մեր այսօրվա հյուրին։ Թեման շատ հետաքրքիր է, կարծում եմ շատ արդիական, որովհետեւ ճարպակալման հարցը մեր երկրում, ինչպես եւ աշխարհում մնում է այսպես էլի արդիական ու շատ վտանգավոր, ու մենք այսօր խոսելու ենք բարիատրիկ վիրաբուժության մասին Աջափնյակ բուժկենտրոնում։ Ներկայացնեմ Աջափնյակ բուժկենտրոնի հիմնադիր տնօրեն, ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ Գրիգորի Մանուկյանին։ Ողջույն, բժիշկ։ Շնորհակալություն հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ թեման առաջարկելու համար։ Նախ եւ առաջ, ինչ եք կարծում, իսկապես, ինչպես ես նշեցի, որպես առողջապահական լրագրող, ճարպակալման խնդիրը կարևոր է եւ արդիական մեր օրերում եւ հատկապես Հայաստանում։ Ձեր պրակտիկան իրականում կարող եմ ասել, որ այսօրվա մեր իրականության մեջ հանդիսանում է գերխնդիր, որովհետեւ Հայաստանի բնակչության գրեթե 70%-ը այս կամ այն աստիճանով ունի ճարպակալման խնդիր, որը ունենում է տարբեր աստիճաններ, ուստի դրան հետ կապված բոլոր լուծումները ներկա պահին շատ արդիական են հայ մեր բնակչության համար։ Չեմ ասում նաև նրա մասին, որ ամբողջ աշխարհով այդ խնդիրը ավելի արդիական է դառնում եւ լուծումները դրա հետ կապված բավականին շատ ֆինանսական միջոցներ են խլում։ Մենք գիտենք, որ ճարպակալումից ազատվելու եւ դա հիվանդություն է իդեպ դասակարգված, դա բուժելու, եթե այսպես կարելի ասել, բազմաթիվ մեթոդներ կան։ Մենք այսօր դրանցից մեկին ենք անդրադառնալու՝ բարիատրիկ վիրահատությանը, բարիատրիկ վիրաբուժությանը։ Որ դեպքերն են, որոնք մտնում են հենց բարիատրիկ վիրաբուժության ցուցումների շրջանակներում, որովհետև կարծում եմ ցանկացած դեպք չէ, որ կարելի է հենց բարիատրիկ վիրաբուժության դեպքով տարբերակով հարցը լուծել։ Ինչպես դուք ճիշտ նշեցիք, ճարպակալումը ինքը հանդիսանում է հիվանդություն, ուստի նույնիսկ միջազգային հիվանդությունների կլասիֆիկացիայի մեջ ճարպակալումը ունի հատուկ կոդ եւ այն համարվում է առանձին հիվանդություն, եւ մետաբոլիկ ճարպակալումը ինքը գնահատվում է որպես հորմոնալ էնդոկրին խանգարում եւ որի հետ կապված ունեն հատուկ բուժման եղանակներ։ Բարիատրիկ վիրահատությունը ինքը հանդիսանում է ոչ պլաստիկ վիրաբուժություն, այսինքն պետք է տարանջատել բարիատրիկ վիրահատությունները, դրանք պլաստիկ վիրահատություններ չեն։ Բարիատրիկ վիրահատությունը դրանք բավականին ծավալուն միջամտություններ են որովայնի խոռոչի վրա, որի ժամանակ կատարվում են ստամոքսի եւ աղիների վրա ձևափոխումներ, որի արդյունքում տեղի ունենում մարսողության ձևափոխություններ, որի արդյունքում տեղի ունենում օրգանիզմի նիհարում։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ բարիատրիկ վիրահատությունները ընդհանուր տարբեր հնարավոր եւ անհնարին նիհարեցման եղանակների մեջ պետք է լինեն ամենավերջին հերթում։ Պետք է հասկանալ, որ այն մարդը, որ ունի ճարպակալում, այս կամ այն աստիճանի, պետք է փորձի բոլոր հնարավոր եղանակներով, բայց ոչ վիրահատական, իրեն նիհարեցնել։ Եթե բոլոր հնարավոր եղանակները դառնում են անօգուտ, այդ ժամանակ նոր վրա է հասնում բարիատրիկ վիրաբուժությունը, որը տալիս է ռադիկալ լուծում այդ խնդրին։ Պետք է հասկանալ, որ բժշկության մեջ կա այսպիսի հասկացություն մարմնի զանգվածի ինդեքս։ Մարմնի զանգվածի ինդեքսը դա հատուկ բանաձևով հաշված հասակի եւ քաշի հետ հարաբերությունն է, որը հաշվում է հատուկ բանաձևով բժիշկների համար, որպես այդպեսին հասակը կամ քաշը առանձին վերցրած որևէ էական նշանակություն չունեն, մեզ համար կարևոր է հասկանալ այդ ինդեքսը։ Եթե այդ ինդեքսը ինքը համարվում է 30-ից բարձր, այդ ժամանակ մենք մտածում ենք, որպեսզի մենք կարողանանք բուժել բարիատրիկ վիրաբուժության միջոցով։
Հասկանալի է, այսինքն ուղակի օդի մեջ անել բարիատրիկ վիրահատություն կամ որոշել, որ անձին պետք է, սա հնարավոր չէ, այստեղ առանձին հատուկ վերլուծություններ եւ քննարկումներ են պետք։ Այո։ Շատ հատուկ շնորհակալություն պետք է հայտնեմ բարեխղճության բարձրաձայնման համար, որ դուք նշեցիք վերջին հերթին են դիմում բարիատրիկ վիրաբուժության, այսինքն այստեղ ենթադրում եմ, որ դեպքեր են լինում ձեր մերժման, որ մարդը դիմում է եւ պնդում, որ ես փորձել եմ ամեն ինչ, դուք այստեղ պետք է փոքրիկ հետաքննություն կատարեք եւ իսկապես հասկանաք արժե անել, թե ոչ, լինում են այսպիսի դեպքեր, որ պնդում են հենց բուժառուն ինքը ուզում է բարիատրիկ վիրահատություն։ Գիտեք, հարցը նրանումն է, որ ճարպակալման խնդրի լուծումը շատ ժամանակ թաքնված է ոչ թե ստամոքսում, այլ ուղեղում։ Եվ դա չի նշանակում, որ մարդը ունի հոգեկան խանգարում, պարզապես լինում են իրավիճակներ, երբ դու զրուցում ես պացիենտի հետ եւ հասկանում ես, որ այս դեպքում իր մոտ առաջացել է ինքնագնահատականի նվազում, որի արդյունքում նա որոշել է դիմել բարիատրիկ վիրաբուժության, որպեսզի իսպառ լուծել այդ խնդիրը։ Եվ մեր կենտրոնում մենք ունենք հատուկ բարիատրիկ թիմ, որի մեջ ներառված են տարբեր մասնագետներ եւ իմաստը այդ մասնագետների ներառելու կայանում է նրանով, որ մենք փորձում ենք առաջարկել տարբեր տարբերակներ ոչ վիրահատական եղանակներով նվազեցնել քաշը, երբ որ մեր մարմնի զանգվածի ինդեքսը համարվում է սահմանային, ինչու կան իրավիճակներ, երբ որ մենք հասկանում ենք, որ խնդիրը կայանում է ոչ նրանում, որ մարդը իրականում շատ է ուտում կամ չի պահպանում սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունն է նվազեցված, այլ կան այդպես կոչված էնդոկրին պատճառներ։ Օրինակ կարող է մարդը ունենալ վահանաձև գեղձի խանգարումներ, որի արդյունքում նա բերել է նրան, որ ունի մետաբոլիկ ճարպակալում, կամ ինքը շատ երկար ժամանակ ընդունում է հակադեպրեսանտ դեղորայք, որի արդյունքում առաջացել է ճարպակալում, եւ մենք փորձում ենք այդ եղանակով համատեղելով տարբեր բժիշկների խորհուրդները նվազեցնել ոչ վիրահատական եղանակներով քաշը։ Մի այսպիսի հարց, որքան ժամանակ կարող է բուժառուն սպասել, փորձելով, ասենք բժիշկ դիետոլոգի մոտ աշխատանք տանելով, հոգեբանի, էնդոկրինոլոգի, բայց չէ որ սա ունի իր սահմանագիծը, երբ բուժառուն փորձում է եւ չի ստացվում ու արդեն ռադիկալ մեթոդի է որոշում անցնել։ Երբ ունենք մի իրավիճակ, երբ մեզ դիմում են եւ մենք տեսնում ենք, որ այդպիսի հարց են տալիս, ինչպեսին տվեցիք դուք, մենք հարցեր ենք տալիս բուժառուին։ Արդյոք նա փորձել է նվազեցնել քաշը ֆիզիկական ակտիվությամբ, սննդակարգերով, դիմել է տարբեր մասնագետների մոտ, փորձել է իր հորմոնալ տարբեր խնդիրները վերլուծել, արդյոք նա ունի փորձ եւ այդ փորձը դրական է թե բացասական, ինչքան ժամանակում է նրա քաշը ավելացել կամ ոչ, այդ ամենը մեզ թույլ է տալիս հասկանալ իրոք այդ պացիենտին պետք է ներկա պահին պատրաստել բարիատրիկ վիրաբուժության, թե դեռ ոչ։ Գիտական փորձակնությունների արդյունքում, որը կատարվել է շատ խոշոր կենտրոններում, պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ում քաշը սահմանային է, այսինքն 165 կամ 170 սանտիմետր հասակի դեպքում, 75-ից 80 կիլոգրամ քաշի դեպքում, երբ դիմում են գրեթե 80% այդ մարդկանց մոտ, 5 տարի հետո այդ քաշը առնվազն 10 կիլոյով ավելանալու է։ Եվ դա շատ մտահոգիչ ցուցանիշ է, դա նշանակում է, որ եթե մենք իրեն մերժեցինք հիմա, եթե նա իրականում այդ քաշը ավելացնում է մետաբոլիկ սննդակարգի խախտելու պատճառով, ապա միանշանակ 10 տարուց նրա քաշը ավելանալու է։ Դա համար կա երկու մոտեցումներ կա բժշկական հանրության մոտ։ Մեկը վիրահատել այդպիսի պացիենտներին, որին ես այդքան էլ համամիտ չեմ, եւ երկրորդը փորձել ամեն դեպքում ոչ վիրահատական եղանակով նվազեցնել քաշը եւ պահել այն։ Ես կցանկանամ այստեղ նշել, որ եթե պացիենտը դիմում է մեզ վիրահատության, մենք ամեն դեպքում հարցնում ենք, արդյոք դուք պատրաստ եք վիրահատությունից հետո զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ, ոչ սպորտով, այլ իսկապես ֆիթնեսով զբաղվել, պահել սննդակարգը, եւ հարց է առաջանում, եթե դուք այդ ամեն ինչին պատրաստ եք, ապա ինչու գնալ վիրահատության, այլ ի սկզբանե չփորձել ֆիզիկական ակտիվությունով եւ սննդակարգով դա պահել, որովհետեւ վիրահատությունից հետո դա համարվում է պարտադիր պահանջ, որպեսզի վիրահատությունից հետո իրոք դուք շարունակեք այդ ֆիզիկական ակտիվությունը եւ սննդակարգը։
Ուրիշ հարց է, երբ մենք դիմում ենք պացիենտին եւ հասկանում ենք, որ ֆիզիկական ակտիվությունը ներկա հսկայական քաշի դեպքում իր համար շատ դժվար է, բայց պետք է հասկանալ, որ մենք գնում ենք բարիատրիկ վիրաբուժության ոչ թե գեղեցկության համայն միայն, այլ որպեսզի մենք պահենք մարդու կյանքի որակը, որ այդ մարդու մոտ նվազեցնել շաքարային դիաբետի, քաղցկեղի, սրտամտկանի ինֆարկտի եւ այլ խնդիրների առաջացման ռիսկը։ Փաստորեն ճարպակալումը հղի է այս վտանգներով, որոնք դուք նշեցիք, դրանց ռիսկը անգամներով բարձրացնում է եւ մենք այստեղ խոսում ենք իսկապես առողջության, այլ ոչ թե կամ ոչ միայն գեղեցկության մասին, բայց այստեղ մի հարց է հետաքրքրում։ Այ դուք նշեցիք ինչու պատրաստ չեն մինչև բարիատրիկ վիրահատությունը այդ ֆիզիկական ակտիվության սննդակարգի պահպանման, բայց մենք գործ ունենք մարդու հոգեբանական մոտիվացվածության հետ, երբ մարդը տեսնում է, որ իրեն օգնող հանգամանք կա, դա վիրահատությունն է, չեք կարծում, որ ինքն ավելի դիսցիպլինայով է դառնում, ավելի մոտիվացված է դառնում, ավելի անօգնական վիճակից կարծես դուրս է գալիս եւ հեշտանում է այդ ամենը պահպանել։ Մեր բարիատրիկ բորդում մենք ունենք բազմաթիվ մասնագետներ, այդ թվում նաեւ հոգեբաններ, որոնք աշխատում են այդ հարցի վերաբերյալ։ Ինձ համար իսկապես կարեւոր է, որպեսզի այդ մասնագետների ներգրավվածությունը նախավիրահատական փուլում նույնպես լինի։ Ինչու է դա կարեւոր, որովհետեւ մենք երբ տեսնում ենք, որ այդ մասնագետները իրենք աշխատում են մեր բուժառուների հետ, բացատրում են իրանց, որ հետվիրահատական շրջանում շատ կարևոր է պահպանել դա։ Ի վերջո մեր պացիենտները հասկանում են, որ 50% դեպքերում միայն վիրահատությունն է օգնում։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն խնդիրը նախա եւ հետվիրահատական շրջանում ճիշտ կարգավորելը հանդիսանում է հաջողության գրավականի կեսը։ Դա նշանակում է, որ պետք է պացիենտները հասկանան, որ մենք կատարում ենք վիրահատությունը, իսկ մնացածը իրանցից է կախված։ Պարոն Մանուկյան, ավելի շատ կանայք են մեր օրերում դիմում բարիատրիկ վիրահատության, թե տղամարդիկ, եւ կարող եք տարիքային սեգմենտ էլ նշել, վիճակագրությունն ինչ է ցույց տալիս։ Դա գաղտնիք չի, որ ամեն դեպքում կանայք ավելի շատ են դիմում բարիատրիկ վիրահատության, բայց տարիքային սեգմենտը հիմա նույնպես ավելացել է, մենք ունենք պացիենտներ, որոնք դիմում են մեզ նույնիսկ 60-65 տարեկանում, ինչու, որովհետև ինչպես ես ավելի վաղ նշեցի, այդ խնդիրը ոչ թե գեղեցկության մասին, այլ այդ խնդիրը տարբեր այլ ճարպակալումով պայմանավորված այլ օրգան համակարգերի բարդացած իրավիճակների շտկումը եւ կանխարգելումն է։ Ինչ է դա նշանակում, երբ պացիենտը դիմում է մեզ եւ ասում է, որ ինձ ասել են, որպեսզի քո շաքարային դիաբետը կորչի կամ կարգավորվի, քեզ պետք է նիհարել։ Կամ ասում են, գիտեք, որպեսզի քո կարողանաս քո հոդերի խնդիրը լուծես, քեզ պետք է նիհարել։ Եվ դա է հանդիսանում դրդող պատճառը, որոնք մարդիկ դիմում են այդ վիրահատության։ Ես հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Աջափնյակ բուժկենտրոնի հիմնադիր տնօրեն, ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ Գրիգորի Մանուկյանի հետ։ Մի փոքր այստեղ կխնդրեմ ներկայացնել հենց Աջափնյակի վիրաբուժական եւ բարիատրիկ վիրաբուժության հատվածը։ Մարդիկ տարբեր գովազդներ, տարբեր տեղեկություններ են ստանում սոցհարթակներում եւ ամենուր, ինչու ընտրել հենց ձեզ մի փոքր երևի տեխնիկական հագեցածության, հեռանկարների մասին խոսեք կամ պատմական ակնարկ, քանի տարի արդեն կա բաժինը ձեր մասին։ Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին, այդ կենտրոնը մենք բացել ենք եւ ճարտարապետությունը հիմնված է գերմանական բժշկական ճարտարապետության հիմունքներով, ինձ գերմանացի ճարտարապետների հսկողությամբ է կառուցվել 0-ից այդ կենտրոնը, իդեպ դա այն հազվագյուտ գրեթե եզակի կենտրոններից է Հայաստանում, որը 0-ից է կառուցվել իբրև հիվանդանոց։ Սա առավելություն է։ Այո, միանշանակ, որովհետև դա հանդիսանում է պացիենտի համար հարմարավետ եւ անվտանգ բուժման գլխավոր գրավականներից մեկը, որ չի հարմարացված անկյունները, որոնք նախկինում եղել են առել կառույց, այլ ի սկզբանե ամեն ինչ այնպես է կառուցված, որպեսզի հարմար լինի մեր բուժառուին։ Մեր կենտրոնում մենք այս 6 տարիների դեպ մեր կենտրոնը շատ են շփոթում հանրապետական հիվանդանոցի հետ, դա այդպես չէ,
Մենք առանձին կառույց է գտնվում է Աչափնյակում, Աչափնյակ վարչական շրջանը, որի անունով էլ կոչված է այս կենտրոնը, եւ 6 տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ առաջխաղացումներ, իդեպ այդ ժամանակահատվածը հենց համընկավ եւ պատերազմի հետ եւ կոവിഡ്ի հետ եւ շատ դժվար տարիների միջով անցանք։ Մենք ներկա պահին ունենք շատ ուժեղ վիրաբուժական թիմ, որը ես ղեկավարում եմ, թիմում կան գրեթե բոլոր մասնակիցները, ծառայությունները մատուցում են եւ պետպատվերով, եւ ապահովագրական ընկերությունը, եւ վճարովի։ Մենք շատ պացիենտներ ունենք, որոնք դիմում են արտերկրից տարբեր վիրահատությունների համար։ Վիրահատությունների գրեթե 70%-ը կատարվում է կիրառելով բարձր տեխնոլոգիական սարքավորումներ, ինչը դա նշանակում, նվազեցնելով մեծ կտրվածքները, մենք կարողանում ենք արագ ապաքինել մեր պացիենտներին եւ արագ իրենց դուրս գրել իրենց առօրյա կյանքին վերադառնալու համար։ Մեր կենտրոնում բարիատրիկ թիմը, որը մենք ստեղծել ենք, ինքը ստեղծված է այն ամբողջ փորձի հիման վրա, որով մենք տեսել ենք, սովորել ենք արտերկրներում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, որովհետև բարիատրիկ վիրահատությունները դա միայն վիրաբուժություն չէ։ Եվ պետք է դա հասկանալ։ Բարիատրիկ վիրաբուժությունը դա ներզատաբան, էնդոկրինոլոգ, այսինքն սրտաբան, հոգեբան, սննդաբան, բազմամասնագիտական մասնագետների, այո, համախմբված աշխատանք է։ Շնորհակալություն այս տեղեկության համար։ Վիրահատության արժեքի մասին էլ խոսենք, որովհետև կարծում եմ բուժառուների համար սա առանցքային հարցերից է, ինչպես է ձևավորվում արժեքը Հայաստանում, տարբերվում է արդյոք զարգացած երկրներից թե ոչ, չնայած ելնելով նրանից, որ դուք նշեցիք արտերկրից գալիս են, ես կանխագուշակում եմ, որ գին-որակ հարաբերակցությունը, ինչպես շատ նեղ մասնագիտացման ոլորտներում, այստեղ եւս լավն է եւ շահավետ է, որքան արժեն այսպիսի վիրահատությունները։ Հայաստանում այդ վիրահատությունների արժեքը կազմում է 1 միլիոն դրամից ավել, բայց պետք չի զարմանալ, թե ինչու է այդպես ստացվել։ Այստեղ կարևոր է հասկանալ, որ այդ արժեքի գրեթե գերակշիռ մասը օգտագործվում է, որպեսզի կատարվի հատուկ կարող միանգամյա գերթանկանոց գործիքները, որոնք կիրառվում են այդ վիրահատության համար, չէ որ այդ ստամոքսի կամ աղիների վրա կարեր դնելը լապարասկոպիկ եղանակով ենթադրում է հատուկ սարքերի կիրառումը, որոնք իսկապես շատ թանկ են, եւ գրեթե արժեքի կեսը օգտագործվում է այդ սարքավորումները ձեռք բերելու համար։ Իսկ վիրահատությունների արժեքը իսկապես մեզ համար կարևոր է պահել այն մակարդակի վրա, որպեսզի նա հասանելի լինի մեր բուժառուներին։ Պետք է նշել, որ շատ երկրներում, ինչպիսիք Ռուսաստանի Դաշնությունը, Եվրոպան եւ տարբեր երկրներում նույնպես այդ վիրահատությունների մի մասը հատուցվում է ապահովագրական ընկերությունների կողմից, երբ գոյություն ունի երրորդ դասի, այսինքն երրորդ աստիճանի ճարպակալում, որը համատեղված է շաքարային դիաբետ երկրորդ դասի շաքարային դիաբետի հետ։ Ինչու՞, որտեվ բացատրում է, որ ապահովագրական ընկերությունը կոնսերվատիվ բուժման համար, որոնք իրենք օգտագործում են շաքարային դիաբետի համար, կիրառում են գրեթե 4 անգամ ավել գումար, քան եթե իրենք պացիենտներին ենթարկեն բարիատրիկ վիրահատության։ Եվ հաշվարկը բերել են նրան, որ այդպիսի պացիենտներին իրանք ուղարկում են, գերադասում են փոխհատուցել բարիատրիկ վիրահատությունը, այլ ոչ թե ամբողջ կյանքի ընթացքում փոխհատուցել իրենց կոնսերվատիվ բուժումը։ Այո, իսկապես արդյունավետությունը պարզ երևում է, որքան է տևում բուն վիրահատությունը եւ որքան հետ վիրահատական շրջանը, սրանք նույնպես շատ կարևոր հարցեր են ցանկացած բուժառուի համար։ Վիրահատության տևողությունը շատ տարբեր է, պետք չէ մոռանալ, որ չնայած վիրահատությունը կատարվում է լապարասկոպիկ եղանակով, բայց այն դասվում է բավականին բարդ ծավալուն վիրահատությունների շարքին, որի ժամանակ կատարվում է տարբեր օրգանների վրա միջամտություններ, անջատվում են կպումներ, փայծաղի, լյարդից, հաստաղուց, ճարպոնից եւ մենք իրոք շատ լուրջ ենք մոտենում ցանկացած վիրահատության, մինչ վիրահատությունը մենք պացիենտով զբաղվում ենք 2 շաբաթ, ինչու, որովհետև մեզ կարևոր է, որպեսզի մեր պացիենտը մինչ վիրահատությունը ինքը կատարի բոլոր հետազոտությունները,
որպեսզի մենք կարողանանք առնվազն մինչ վիրահատությունը դիետայի եւ հատուկ ֆիզիկական ակտիվության շնորհիվ նվազեցնել 1-2 կիլոգրամով նրա քաշը, որպեսզի մենք ավելի բեռնաթափենք լյարդը, որից հետո մենք վիրահատությունից հետո պացիենտը գտնվում է հիվանդանոցում մի քանի օր եւ դուրս գրումից հետո նա գրեթե 2 շաբաթվա ընթացքում կարող է վերադառնալ իր առօրյա աշխատանքին։ Եթե պացիենտը մեզ դիմում է արտերկրից, մենք աշխատում ենք, որպեսզի մեր պացիենտը գտնվի մեր ուշադրության ներքո, այսինքն Հայաստանում, չլքի Հայաստանը, վիրահատություն եւ հիվանդանոցից դուրս գրելուց հետո եւս 2 շաբաթ, որպեսզի մենք այդ կրիտիկական ժամանակահատվածում կարողանանք իր հետ աշխատել։ Այստեղ կարեւոր է նշել, որ վիրահատության արժեքի մեջ մենք կարևորելով սննդակարգի նշանակությունը արդեն ներառել ենք հետ վիրահատական շրջանում սննդաբանի 3-ամսյա հսկողությունը, որպեսզի մեր սննդաբանները իրենք կարող են պարբերաբար օրվա մեջ մի քանի անգամ զանգ առելով, հրավիրելով, իրենց կարողանան ճիշտ ուղղություն տալ, որպեսզի մեր պացիենտները կարողանան ճիշտ սնվել։ Եթե այս ամենը պահպանվի, հնարավոր է քաշի նվազած այդ թիվը պահպանվի մինչև կյանքի վերջ, ճիշտ ենք հասկանում, կարող է մարդն ապրել առհասարակ այդ քաշով, ձեռքբերումով։ Գիտեք, պետք է հասկանալ, որ մեր խնդրի լուծումը իրականում գտնվում է պացիենտի ձեռքերում։ Եվ վիրահատությունից հետո կարող է քաշը 3 տարի անց կրկին վերադառնալ։ Եվ դա մենք նախապես տեղեկացնում ենք մեր պացիենտներին, որովհետև այն սննդակարգը, որը կիրառվում է վիրահատությունից հետո, կարևոր է որպեսզի պահպանվի, դա շատ ծայրահեղ խիստ սննդակարգ չէ, բայց վերադառնալով նրան, որ մենք ապրում ենք հայկական իրականության մեջ, կիրառել եվրոպական կամ ամերիկյան ստանդարտները հետվիրահատական ստանդարտների համար սխալ է, որովհետև մենք հասկանում ենք, որ հայի համար աշխատանքից հետո վերադառնալ տուն եւ երեկոյան հաց ուտելը դա մի տեսակ հակաստրեսի նման, անտիստրեսի նման շատ հասանելի միջոց է եւ լրիվ փակել այդ ճանապարհը պացիենտին ասել, գիտեք, դու որ գալիս ես գործից հետո տուն պիտի չուտես, դա կարող ենք ասել, բայց իրականության մեջ դա չի կիրառվելու։ Ուստի մենք փորձում ենք առաջարկել այլ տարբերակներ, որպեսզի իրականում այդ սննդակարգը պահպանվի, բայց միաժամանակ մարդ ունենա նաև հնարավորություն ֆիզիկական ակտիվություն ցուցաբերել։ Ինչ ի վերջո պետք է այստեղ նշեմ, որ եթե դու վիրահատում ես պացիենտին, հետո իրան ենթարկում ես այդպիսի ստրեսի, որ ասում ես չուտես, այդ պացիենտը կարող է վիրահատությունից հետո զրկվելով իր ամենաբաղձալի երազանքից նորից մի բան ուտելու, կարող է նաև շատ խորը դեպրեսիաներ ապրել։ Դրա համար մեզ կարևոր է, որպեսզի այդ ամբողջ շրջանում ես նաև օգնի մեր հոգեբանը։ Անգամ սպասելի է դեպ հետո այդ դեպրեսիայի ռիսկը, ինչպես նաև ՍՎԽ ձեռք բերելը սննդային վարքագծի տարբեր խանգարումներ, մենք գիտենք, որ դրանք էլ կյանքի որակի վրա մեծապես բացասական են ազդում։ Հիշեցնեմ, որ Աջափնյակ բուժկենտրոնն առաջին անգամ իր դռները բացել է 2019-ին, այժմ ժամանակակից եւ հարմարավետ բազմապրոֆիլ բժշկական կառույց է, որն ունի որակի միջազգային ISO 9001-2015 ստանդարտի հավաստագրում եւ մենք այսօր զրուցում ենք Աջափնյակ բուժկենտրոնի հիմնադիր տնօրեն, ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ Գրիգորի Մանուկյանի հետ բարիատրիկ վիրաբուժության մասին շատ կարեւոր, շատ հետաքրքիր, կարծում եմ միֆեր եւ մոլորություններ կան այս վիրահատությունների մասին, որոնք դուք ստիպված եք անընդհատ անդրադառնալ, հերքել, բացատրել եւ այլն, կարող եք 2-3-ը նշել դրանցից։ Ամենահաճախ տրվող հարցերից մեկը, որ մեզ տալիս են, եւ մենք փորձում ենք բացատրել, որ դա այդպես չէ, որ վիրահատությունից հետո ցանկանում եմ շատ արագ նվազեցնել իմ քաշը, սակայն ես պատրաստ չեմ փոխել իմ աշխատանքի ոճը, սննդակարգը, դա այդպես չէ։ Ինչպես ավելի վաղ նշեցի, խնդրի լուծման 50%-ը դա պացիենտի ձեռքում է։ Եվ մենք պարբերաբար դրա մասին հիշեցնում ենք, որ վիրահատությունից հետո կարող եք նույնպես հավաքել ձեր քաշը, հետևաբար ձեզ պետք է հետևեք եւ պահպանեք ֆիզիկական ակտիվությունը, սննդակարգը, դա մեկ։ Երկրորդը, որ մեզ հարցնում են շատ հաճախ, վիրահատությունը, որ կատարվեց,
լավ ես վիրահատությունից հետո ասում եմ, որ ես կունենամ այլ խնդիրներ, որ կդառնամ ինվալիդ, որ չէ որ ստամոքսի մեծ մասը հեռացում է։ Իրականում եթե վիրահատությունը կատարված է ճիշտ ցուցումով, իսկ վիրաբուժությունը դա ամենախիստ դասատունը։ Եթե որևէ բան վիրաբուժության մեջ կատարվում է խիստ ցուցումով, ապա մեր պացիենտը առողջանում է։ Եթե վիրահատությունը չի կատարվել ցուցումով, ապա առկա են տարբեր բարդություններ, որով կարող ես հասկանալ, որ իրականում ինչ որ բան հաշվի չես առել։ Հետևաբար այդ վիրահատությանը պետք է շատ լուրջ պատրաստվել։ Պարոն Մանուկյան, բայց չէ որ սահմանագծին գտնվող բուժառուների համար երբեմն բարիատրիկ վիրաբուժությունը կանխարգելիչ նշանակություն կարող է ունենալ, այսինքն հետազոտելով, տեսնելով, որ նրա մոտ չի ստացվելու հաղթահարել ինչ-ինչ սովորություններ, արդեն սննդային վարքագծի խանգարումներ եւ այլն, որոշում կայացնել -10 կամ -15 կիլոգրամի ժամանակ արդեն իսկ վիրահատել։ Սա չի կարող փրկիչ օղակ լինել բուժառուի համար։ Ներկա իրականության մեջ մեր տեղագիտությունը հասել է այնպիսի աստիճանի, որ մենք գրեթե շատ մոտ ենք գտնվում նորարարություններին, երբ ճարպակալումը հնարավոր է բուժել ոչ վիրահատական եղանակով նաև։ Ներկա պահին կան դեղորայքեր, Օզեմպիկ։ Այո, դա գլյուկանոնման պեպտիդ 1-ի ագոնիստն է համարվում, որը ի սկզբանե ստեղծվել է շաքարային երկրորդ դասի շաքարային դիաբետի բուժման համար, որի արդյունքում առաջանում է ինսուլինի արագ արտադրություն ենթաստամոքսային գեղձից եւ շաքարային դիաբետը կարգավորվում է։ Սակայն հետագայում հայտնաբերեցին, որ այդ դեղորայքը ունի շատ հետաքրքիր հավելյալ ֆունկցիաներ, որի արդյունքում մարդ կորցնում է իր ախորժակը, աղիները սկսում են ավելի դանդաղ մարսել ուտելիքը, որի արդյունքում մարդ սկսում է նիհարել։ Օզեմպիկը ներկա պահին համարվում է շատ արդիական միջոց, երբ ցանկանում ես պացիենտին առաջարկել այլընտրանքային նիհարեցման եղանակներ, որին շարքում նաև մնջարոն է հանդիսանում այլ դեղորայք, որի միջոցով նույնպես կարող է այդ նիհարեցման խնդիրը լուծել։ Այդ դեղորայքային բուժումը նույնպես հանդիսանում է այլընտրանք, սակայն այստեղ շատ կարևոր է նշել։ Այն պացիենտները, որոնք որոշում են ինքնակամ դիմել եւ ստանալ այդ դեղորայքը, դա շատ պատժելի է։ Պատժելի է ձեր առողջության համար։ Այդ բոլոր դեղորայքերը պետք է ստանալ խիստ ներզատաբանի էնդոկրինոլոգիա հսկողության ներքո։ Ինչու՞։ Որտեղ ճարպակալման գրեթե 50% դեպքերում ճարպակալումը չի հանդիսանում հավելյալ սննդի կամ նվազ ֆիզիկական ակտիվության պատճառ, այլ հանդիսանում է տարբեր էնդոկրին խանգարումների արդյունք, որի ժամանակ Օզեմպիկի նշանակումը խիստ հակացուցված է։ Երկու հարց ունենք լսանից, ուզում եմ ապահովել ինտերակտիվությունը, դեռահասների վիրահատում եք, թե ոչ, այսպիսի հարց ունենք։ Դեռահասների վիրահատությունը չի կատարվում, բարիատրիկ վիրահատությունը չի ցուցված դեռահասների համար, որովհետև դեռահասները իրենք գտնում են հորմոնալ վերափոխումների մեջ եւ պետք է խստագույնս հետևել ընթացակարգերին եւ այդ դեռահասները պետք է անցնեն բոլոր նեղ թերապևտիկ մասնագետների խորհրդատվությունների, որի արդյունքում գրեթե գերակշիռ դեպքերում հնարավոր է ստանալ բարելավման եւ քաշի նվազեցման խնդիր առանց որևէ միջամտության։ Հաջորդ հարցը բարիատրիկ վիրահատությունից հետո որքան ժամանակ անց կարելի է հղիություն պլանավորել։ Գրեթե 6 ամիս հետո վիրահատությունից հետո կարելի է պլանավորել հղիությունը։ Եվ ոչ մի վտանգ է ստեղ։ Գիտեք, որպես կանոն դա շատ հարաբերական է, որովհետև կախված է պացիենտից, որովհետև մի պացիենտը ինքը առույգ է վիրահատության հաջորդ օրը, իսկ մյուս պացիենտը առույգ է վիրահատության երրորդ օրը, նույնը վերաբերում է այդ հարցին, բայց պետք է անմիջապես հետևել ձեր մասնագետների խորհուրդներին, մասնավորապես այդ միջդիսցիպլինար աշխատանքը ներկա վիրահատության համար խստագույնս կարևոր է։ Կարևոր է նույն պատճառով, որով ես արդեն նշեցի, այստեղ պետք է որպեսզի մեր բոլոր օրգան համակարգերի խորը վերլուծությունը նույնպես կատարվի։ Մենք չենք կատարում մի վիրահատության մի օրգանի վրա։ Մենք կատարում ենք մի վիրահատություն մի օրգանի վրա, որի արդյունքը տեսնում են բոլոր հարակից օրգանները։ Շնորհակալություն այս հավասարակշռված հարցազրույցի համար Աջափնյակ բուժկենտրոնի հիմնադիր տնօրեն, ընդհանուր եւ լապարասկոպիկ վիրաբույժ Գրիգորի Մանուկյանի հետ զրուցեցինք, ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը։
ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։